Հրապարակը գրում է. չնայած իշխանության ճնշումներին Գյումրու ընդդիմադիր ավականին դիմադրում է։ Տևական ընդմիջումից հետո 3 ավականին հերթական նիստ է անցկացրել, ապահովելով ավականու բնականոն ընթացքը։ Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը։ Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը, որ ընտրությունների ժամանակ ձեռքում ադմինիստրատիվ լծակներ ունենա։ Թերթի տեղեկություններով բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավականու Մայր Հայաստանի ղեկավար Կարեն Սիմոնյանի միջև, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպիսի նոր համայնքապետ ընտրեն, հանձին Մարտուն Գրիգորյանի որդուն։ Ժողովուրդը գրում է. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն 4-րդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ազգային ժողովի նիստերը։ Խմբակցությունն այլևս չի ենթարկվում նրանց։ Բանն այն է, որ 3 առավոտյան Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմով դարձյալ ազգային ժողովում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել։ Նա 3 անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն։ Բավարար չափով падգամավորներ չէին ներկայացել աշխատանքի։ Սիմոնյանը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպիսի ՔՊ-ական падգամավորները բարեհաճեին ներկայանալ։ Թերթը 3 փորձել է Հայկ Կոնջորյանից պարզել, թե ինչու իրենց չի հաջողվում քվորում ապահովել, ինչու են Փաշինյանի ներկայությամբ տապալում ԱԺ-նիստերը։ Սակայն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միայն հայտարարեց, թե ձեզ լավ օր եմ մաղթում ու արագ քայլերով պուկ հեռացավ։ Փաստը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ։ Նախագծով սահմանվում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների, ֆինանսական աղբյուրների, ծախսերի եւ գույքի վերաբերյալ տվյալների ստուգման կարգը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հաշվետվողականության եւ վերահսկողական գործընթացների արդյունավետությունը, ապահովել հանձնաժողովի գործառույթների իրագործման իրավական հստակությունը եւ կանխատեսելիությունը, նվազեցնել կամ կանխել ֆինանսական անջշտությունները եւ հնարավոր չարաշահումները, նպաստել հանրային վստահության ամրապնդմանը կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության նկատմամբ։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է։ Խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ, ներսից է քանդում եկեղեցին։ Սցենարը հետեւյալն է. եպիսկոպոսած դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետև պարտադրել վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգևորական է միացել, մի քանի քահանա։ Առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք, սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգևորականի աջակցություն։ Իդեպ անգամ այդ պարագայում չեն կարող երազել վեհափառի գահընկեցության մասին, քանի որ եկեղեցական կանոնակարգով այդ հարցը քննարկում է եպիսկոպոսած ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է։ Եվ եթե վեհափառը որոշի դիմադրելու չհեռանալ կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմն է, պարզապես ժողով չի էլ հրավիրի։ Ժողովուրդը գրում է. նոյեմբերի 27-ին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ մի քանի դեռահասներ դաժանորեն ծեծի եւ նվաստացման են ենթարկում մի անօգնական երիտասարդի Ալենին, հանրության մեջ հույզեր արթնացրեց, որը հիմա դարձել է անպատժելիության հստակ օրինակ։ Թերթը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել է, որ դեռ Ալենին կամ նրա հորը պապիկին չեն կանչել հարցաքննության, չեն լսել տուժողներին։ Գյուղացիներն ասել են, որ ծեծի ենթարկված դեռահասը հիմնականում պապիկի խնամքի տակ է։ Թերթին այս աղմկահարույց գործից մանրամասներ է հայտնի դարձել այն մասին, որ բռնության ենթարկողների մի մասի ծնողները զբաղեցնում են կրթական եւ իրավապահ համակարգերի պատասխանատու պաշտոններ։ Մանուշակ Առաքելյան գյուղի մանկապարտեզի տնօրեն, Ամալիա Պողոսյան զորական դպրոցի փոխտնօրեն, Ռուբեն Գասպարյան Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ։ Փաստը գրում է. Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն դրանք որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ։ Դրանցից մեկը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ 2024 թվականին ազգային ժողովի падգամավորների 1/5-ը դիմել էր սահմանադրական դատարան
դատարան այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար։ ՍԴ-ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ 1 տարի անց ստացվել է հանձնաժողովի կարծիքը։ Այն է, հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքներին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու Եվրամիության ուղեցույցին։ Տրամաբանորեն դրանից հետո Սահմանադրական դատարանը պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում։